Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժշկվայի տերմինացիան ու զրուցելու ենք բնականաբար առողջության մասին։ Այսօրվա հաղորդման ընթացքում քննարկելու ենք մի շատ պարզ, շատ հետաքրքիր, բայց շատ կարևոր երևույթ՝ ձեռքերը լվանալը։ Մոտավորապես 1 րոպե տևողությամբ գործողություն, որը ըստ իր կարծիքի ազատում էր պատասխանատվությունից պիղակտոսին, բայց ըստ ժամանակակից բժիշկների ազատում է ժամանակակից մարդկանց 40% դեպքերում աղիքային ինֆեկցիաներից եւ 20% դեպքերում շնչառական ինֆեկցիաներից։ Ձեռքերի լվացման մասին ենք մենք այսօր խոսելու, փորձելու ենք եւս մեկ անգամ բոլորին համոզել, որ դա շատ կարեւոր է։ Դիտենք տեսանյութը, հետո հրավիրենք մասնագետին։ Մեր ձեռքերի վրա բնակվում են միլիոնավոր միկրոօրգանիզմներ, դրանց մեծ մասն անվնաս է, բայց կան նաև այնպիսի միկրոօրգանիզմներ, որոնք սպասում են հարմար առիթի, օրգանիզմներ թափանցելու եւ մեզ վնասելու համար։ Վտանգն ամենուր է, նույնիսկ այնտեղ, որտեղ չենք սպասում։ Բջջային հեռախոսի էկրանին կարող է լինել 10 անգամ ավելի շատ բակտերիա, քան զուգարանակոնքի նստատեղին։ Մենք դրանք տաքացնում ենք գրպանում, ստեղծելով իդեալական միջավայր բակտերիաների աճի համար։ Խանութի սայլակները, դռների եւ տրանսպորտի բռնակները վիրուսների տարածման աղբյուրներ են։ Թղթադրամի վրա գրիպի վիրուսը կարող է գոյատևել մինչև 17 օր։ Վիրուսը չի կարող թռչել, բայց երբ դուք դիպչում եք կեղտոտ մակերեսին, ապա տրորում աչքը կամ ձեռքը մոտեցնում բերանին, դուք վիրուսին տալիս եք կանաչ լույս դեպի ձեր օրգանիզմ։ Որոշ վիրուսներ, օրինակ նորովիրուսը, պլաստիկի կամ մետաղի վրա կարող են ակտիվ մնալ 48-ից մինչև 72 ժամ։ Կեղտոտ ձեռքերի մասին խոսելիս անհնար է չհիշել ռոտավիրուսը։ Այն սուր աղիքային վարակների ամենատարածված հարուցիչն է աշխարհում, հատկապես երեխաների մոտ։ Ռոտավիրուսը կարող է շաբաթներ շարունակ կենսունակ մնալ խաղալիքների, սեղանների կամ դռների բռնակների մակերեսին։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, մինչև 5 տարեկան գրեթե բոլոր երեխաները գոնե մեկ անգամ վարակվում են այս վիրուսով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեռքերը հաճախ լվանալը կարող է կրճատել փորլուծությամբ ուղեկցվող հիվանդությունների թիվը 30%-ով, իսկ շնչառական վարակները 20%-ով։ 20 վայրկյան, սա այն ժամանակն է, որն անհրաժեշտ է օճառին վիրուսի թաղանթը քայքայելու համար։ Եթե մոտակայքում ջուր եւ օճառ չկա, օգտագործեք առնվազն 60% ալկոհոլ պարունակող ախտահանիչ նյութեր։ Ձեր առողջությունը բառացիորեն ձեր ձեռքերում է։ Լվացվեք եւ եղեք պաշտպանված։ Այսպես հարգելի հեռուստատողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ հյուրն է բժիշկ համաճարակաբան Ներսես Գրիգորյանը, համեցեք բժիշկ Գրիգորյան, ողջույն։ Մենք այսօր խոսում ենք մաքուր ձեռքերի մասին, ձեռքեր, որոնց պարզվում է, որ ամեն մի քառակուսի սանտիմետրի վրա կարող են լինել մինչև 10 միլիոն մանրե։ Պատկերացնում եք, ինչ թիվ է։ Եվ բնականաբար այդ մանրեներից ոչ բոլորն են մեզ համար օգտակար։ Այո, կարող են լինել մանրեներ, որոնք կարող են հիվանդություն առաջացնել։ Հաճախ հենց այդպես էլ անում են։ Այո։ Սրիկային։ Գնանք բարձենք, տեսնենք ովքեր են դրանք, ինչ են իրենցից ներկայացնում, հատ քննարկենք եւ ամենակարևորը ձեզ կսովորեցնենք ճիշտ լվանալ ձեռքերը։ Գնացինք։ Եվ այսպես ձեռքերը լվանալը սկսում ենք երևի առաջինը հենց առավոտյան եւ հարթնացանք, լվացվում ենք, բայց առաջին հարցը թերևս ժամանակի տևողության մասին։ Ես կուզենամ, որպեսզի մեր հեռուստատողը հիմա փորձի պատկերացնել, մտովի, այ գնաց, կանգնեց լվացանի առջև եւ սկսում է լվացվել։ Ինչքան է սովորաբար տևում ձեր այդ լվացման գործընթացը։ 10 վայրկյան, 15 վայրկյան, 20, գուցե 30, գուցե դուք շատ երկար եք լվացվում, կարող է մինչև 40-50 վայրկյան։ Իրականում եկեք փորձենք բարձել, թե ինչքան է տևում այդ գործողությունը ճիշտ դեպքում։ Լվացվելուց անպայման պետք է օգտագործել օճառ, հետևել, որպեսզի այդ օճառը փրփրի։ Մանրամասն շփել օճառով ձեռքերի տարբեր հատվածները, հատկապես մատների արանքը, միջմատնային տարածությունը, եղունգների շրջակայքը, որտեղ որ հնարավոր է որ պահպանված լինեն մանրեները։ Օճառով շփումը խորհուրդ է տրվում, մինչև եթե դա սովորական նորմալ պայմաններ է, խորհուրդ է տրվում մինչև 40 վայրկյան շփումը իրականացնել եւ հետո հոսող ջրով անպայման բարձրաճրել։ Այսինքն իրականում 1 րոպե առնվազն տևող գործողություն։ Այո, 1 րոպե կտևի, եթե ոչ ավել։ Դե տեսեք, իսկ մենք շատ հաճախ ընդհանրապես հենց մտնում ենք արագ լվացվեցինք, գնացինք։ Հիմա դուք ասացիք օճառ բառը,
Ես այդտեղ չեմ կարող չանդրադառնալ, մենք ունենք այսօր օճառի երկու հիմնական տարբերակներ, դրանք այսպես պինդ օճառներն են եւ հեղուկ օճառները։ Որն է նախընտրելի տարբերակը։ Տարբերություն չկա։ Կախված է իհարկե տվյալ օճառի հեղուկ թե պինդ օճառի բաղադրությունից եւ նրա մաքրելու լվանալու Օրինակ ես միշտ մտածում եի, որ պինդ օճառը այդքան էլ հարմար չի լինի, որովհետեւ լվացվեցի ինչ որ մանրէներ գուցե հենց ինքս թողեցի օճառի վրա, չկա այդպես տարբերակ։ Եթե օճառը լվացվելուց հետո բարձրաջրվի, հոսող ջրի տակով անցկացվի, այո, չի մնա։ Անվտանգ է։ Այնուամենայնիվ ես օրինակ միշտ նախընտրում եմ հեղուկ օճառները, չգիտեմ, դա մասնագետը ասում է ոչ տարբերություն չկա։ Ընդունում եմ, ես դրա խոր մասնագետը չեմ։ Սրբիչները։ Այստեղ ունեմ երկու տարբերակ։ Ունեմ անձեռոցիկի տիպով, այսինքն մեկ անգամյա օգտագործման եւ ունեմ այսպես որ կարող եմ ընտանիքի մեկ անդամը կամ ընդհանուր բոլորի համար լինի կամ երեխաները ունենան, մեծերը առանձին, ինչ եք առաջարկում։ Տեսեք, սրբիչները իրենք կարող են հարուցիչների, մանրէների համար պահպանման եւ նույնիսկ բազմացման աղբյուր հանդիսանան։ Պահպանվում են այդ մանրէները, խոնավար սրբիչը եւ եթե ջերմաշրջանները համապատասխան են, ուրեմն կարող է հնարավոր է նաեւ այդ մանրէների բազմացում տեղի ունենա եւ տարածվի կամ ընտանիքների անդամների շրջանում կամ եթե դա հասարակական վայր է, ապա տարբեր օգտագործողների։ Օրինակ ես գիտեմ, որ հիվանդանոցում մեզ մոտ օրինակ արգելված է, գիտեմ, որ այսպիսի սրբիչներ միայն մեկ անգամյա օգտագործման թղթից։ Արգելված է իհարկե նաև հասարակական վայրերում, հասարակական զուգարաններում, հանրային սննդի կազմակերպությունների, ասենք զուգարաններում արգելված է կտորից սրբիչների օգտագործումը։ Կտորից սրբիչները դենքացեցինք։ Պետք է օգտագործել միայն միանգամյա օգտագործել, այսինքն թղթից սրբիչները, որոնք որ կան տարբեր ձևերով եւ մատչելի են։ Կարող ենք շարժումները ցույց տալ ճիշտ լվացվելու։ Ձեռքերը թրջելուց հետո օճառը կամ հեղուկ օճառը լցնում ենք ձեռքի ափի մեջ կամ պինդ օճառով անպայման շփում ենք այնքան, որ փրփուր առաջանա։ Ուղղակի սովորական այսպիսի շփումը այդքան արդյունավետ չի լինի։ Անպայման մատների արանքը պետք է շփել այսպես շրջանաձև շարժումներով, եղունգների շուրջը, որտեղ որ ավելի շատ կարող է կուտակվել, այնուհետև դրանից հետո մոտ 40 վայրկյան ինչպես մի քիչ առաջ ասացինք, դրանից հետո արդեն կարելի է հոսող ջրի տակ ձեռքերը բարձրաջրել։ Հիմա եւս մի հարց մեր հեռուստադիտողին փորձեք պատկերացնել, ձեր տան ամենակեղտոտ հատվածը որն է։ Առաջին միտքը որ գալիս է, ամենակեղտոտ հատվածը, որտեղ ամենաշատ մանրէներ կլինեն, որտեղ է ամենաոչ մաքուր տեղը, կարծում եմ 99% կասի զուգարանակոնքը։ Դե այո, կասի զուգարանակոնքը։ Իսկ դուք ինչ կասեք։ Այո, զուգարանակոնքը ամենակեղտոտ տեղը կարող է։ Իսկ ինչ կասեք օրինակ տանը գտնվող հեռախոսի մասին։ Տանը հեռախոսը, աշխատանքներ, որոնք ցույց են տալիս, որ հեռախոսը, բանալիները օգտագործման, ասենք, տան դռների բռնակները, լուսամուտների բռնակները կարող են ավելի կեղտոտ լինել, քան զուգարանակոնքը։ Կարող են շատ ավելի պարունակեն քանակով մանրէներ, սակայն ասենք զուգարանակոնքը հանդիսանում է հենց կոնկրետ հարուցիչների աղիքային ինֆեկցիայի համար հաշվի առնելով, որ թե ինչի համար է օգտագործվում այդ զուգարանակոնքը։ Ինչ անել, որպեսզի մեր երեխաները շատ հաճախ մենք որտեղ ասես այս հեռախոսը տանում ենք, դնում ենք, թողնում ենք, հետո մեր երեխաներն են գալիս վերցնում, շատ հաճախ չի ախտանում, կան արդյոք օրինակ ախտահանիչ ինչ-որ միջոցներ, որոնք դուք խորհուրդ կտայիք օգտագործել։ Ես սովորական կարծում եմ, որ ես այստեղ ունեմ այս ուլտրաձայնային ախտահանիչներից, ինչ կարծիք ունեք սրանց մասին։ Ուլտրաձայնային ախտահանիչները վատ չեն լինի, բայց չեմ կարծում, թե դրանք մատչելի են կամ բոլորի տներում կարող են լինել։ Ամենահարմարը, որովհետև ասենք ախտահանիչների սպիրտ պարունակող, ասենք ինչ-որ նյութերով ախտահանիչներով մաքրել հեռախոսները, հաճախակի մաքրել։ Եթե դա մեծերի հեռախոսն է, գուցե երեխաներին չտալ կամ նրանց այնպես սովորացնել, որ ինքը կեղտոտ է։ Եթե առաջ ասում էինք, այ ինքը վնասակար է, սեն է, հիմա ասում ենք կեղտոտ է։ Թե չկտայի, մեծ սիրով, բայց կեղտոտ է։ Մաքրել է կարելի երեխաներին փոքրուց սովորացնել, որ նրանք հնարավորինս քիչ ձեռքով հպվեն տարբեր առարկաների։ Հատկապես դրսում, տրանսպորտում
փորձենք հիմա մտովի հիշել օրվա ընթացքում քանի անգամ եք ձեռքերը լվանում։ Լավ, առավոտյան հարթնացանք, լվացվեցինք, գնացինք նախաճաշելու, նախաճաշից հետո լվացվեցինք, ամեն անգամ զուգարան գնալուց հետո լվացվեցինք, աշխատանք մոտավորապես մի հատ թիվ ասեք, թե ինչքանի անգամ եք լվացվում, հետո ասենք մասնագետը, օրվա ընթացքում մարդը միջինում ինչքան պետք է լվացվի։ Բոլորը թվարկեցիք առավոտյան արթնանալ, ուտելուց առաջ, զուգարան հաճախելուց հետո, դրսում գտնվելուց հետո, տուն վերադառնալուց, լավ, մի անգամ շատ սոված էի, մի անգամ եկա տուն ու այսպես դե լավ մի կտոր մի բան վերցրեցի կերա, մի անգամից ինչ որ մի բան կլինի։ Բայց ընդհանրապես ամեն զուգարան գնալուց հետո պարտադիր լվացվում եմ, առավոտյան լվացվում եմ։ Հիմա այդ պահին դե լավ մի անգամ մտա։ Գիտեք, հավանականությունը գուցեև կարող է մեծ չլինի, հաշվի առնելով, եթե դուք զբաղված չեք այնպիսի գործով։ Դե գնացել եմ դուրս, ինչ որ մարդկանց հետ ձեռքով բարևել եմ, իդեպ այդ ձեռքով բարևելը ես շատ հաճախ ամեն բարևելուց հետո գնում լվացվում եմ։ Հետո, չգիտեմ, մտել եմ մեր շենքի շքամուտքը, դուռը բացել եմ, բռնակին ձեռք եմ տվել, վերելակի կոճակին եմ սեղմել, վերելակի մեջ եմ կոճակին սեղմել, դուրս եմ եկել, այնտեղ էլի դուռ ունենք, դա էլ եմ բացել, եկել եմ մեր դռան դուռն եմ բացել։ Բավականին շատ շփում նկարագրեցիք, որը այո, հնարավոր է որ ձեռքերի վրա բավականին մեծ քանակով կուտակված լինեն տարբեր մանրեներ, այդ թվում չի բացառվում նաև հարուցիչ կոնկրետ հիվանդության։ Ձեռքերի հիվանդությունները բազմաթիվ են։ Ամենատարածվածը կարելի է համարել աղիքային վարակիչ հիվանդությունները, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ են անվանում, կան որոշ օդակաթիլային հիվանդություններ, որոնք որ այո, էլի ձեռքի միջոցով կարող են տարածվել, որդային հիվանդություններ, հելմինտները, իհարկե կան նաև այլ հիվանդություններ, որոնք էլի ձեռքի միջոցով, իհարկե պարտադիր էլ չի, որ բերանի միջոցով մտնեն օրգանիզմ, օրինակի համար ասենք կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելիս կարող են վարակ առաջացնել, ինչպես նաև ասենք բացի աղիքային վարակիչ հիվանդություններից կան էլի հարուցիչներ, որոնք հենց անմիջապես բերանում կարող են առաջացնել ստոմատիտներ, բերանի, խոռոչի տարբեր տեսակի բորբոքային երևույթներ, ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր, ինչպես նաև հերպես վիրուսը։ Դե հիմա պատկերացրեք, աչքեր, մաշկ, բերանի խոռոչ, ստամոքսաղիքային համակարգ, անթիվ անհամար հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ զուտ մեկ պատճառից, որովհետև դուք չեք սիրում ճիշտ լվացվել եւ ճիշտ քանակությամբ լվացվել։ Լվացվեք, ընդհանրապես այդ մի կանոնը հետևեք եւ պարզվում է, որ աղիքային հիվանդությունների մոտավորապես 40%-ը կարող եք նվազեցնել, շնչուղիների հիվանդությունների մոտավորապես 20%-ը։ Հաճախ լվացվեք, լողացեք, դրանք բոլորը, ջրային բոլոր պրոցեդուրաները օգտակար են ձեր օրգանիզմի համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հիշեցնենք, որ իմ այսօրվա հյուրը բժիշկ համաճարակաբան Ներսես Գրիգորյանն էր։ Մնացեք առողջ եւ հաճախ լվացեք ձեր ձեռքերը։ Մնացեք մեզ։ Ծնողների դպրոցն է մեր եթերում, շարունակում ենք հաղորդումը արդեն մանկաբույժ Անահիտ Սարուխանյանի հետ դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Քննարկելու ենք բավականին հետաքրքիր թեմա, որի մասին բոլորը լսել են, բոլորը վախենում են, բայց շատ քիչերն են իրենց աչքով տեսել։ Նկատի ունեմ, ով էլ տեսել է երևի թե միայն մանրադիտակի տակ։ Ինչ է իրենց ներկայացնում սալմոնելոզը։ Սալմոնելոզը աղիքային ինֆեկցիա է, որի առաջացման հիմնական պատճառը սալմոնելա տեսակի բակտերիան է, որը փոխանցվում է երեխաների կոնտակտի միջոցով։ Հիմնական կլինիկական ախտանշանները կարող ենք տեսնել սրտխառնոց, փսխում, որովայնացավ, ջրի կղանք, արյունային կղանք, բարձր ջերմություն նույնպես կարող ենք ունենալ։ Հաճախ է հանդիպում։ Բավականին հաճախ։ Բավականին այսպես համառ հարուցիչ ունի, որը կարող է չոր միջավայրում մինչև մի քանի շաբաթ, հեղուկ միջավայրում ջրի մեջ կարող է ամիսներով անգամ մնալ, այսինքն բավականին երկարակյաց է։ Եվ կարող է մեր բնակարանում այսպես թափառել։ Իհարկե։ Մասնավորապես մեր խոհանոցում կարող է հաճախ հանդիպել, եւ եթե մենք լավ չլվանանք սնունդը, կարող ենք ունենալ լուրջ խնդիրներ։ Իհարկե։ Այստեղ առաջի տեղում ձուն է, չէ՞։ Ձուն, այո, ոչ լիարժեք ու թերի եփված միսը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ հիվանդության տարածման, այսինքն պետք է լավ։ Անկամ լավ եփվածի մեջ կարող է մնալ սալմոնելլան։ Մի հավանականություն կա, բայց պետք է փորձել ավելի լավ եփել մսամթերքը։ Միս, թռչնամիս,
Ձվի միջոցով կարող են էլի ստանալ ինֆեկցիան, վարակվա ջուրը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ Այստեղ արդեն սալմոնելոզի։ կարծես թե մեր մեղավորությունը չկա։ Հա, այդ դեպքում չկա։ Ձուն լվացել էինք, միսը եփել էինք, բայց ջուրը կներեք չէինք կարողացել ախտահանենք եւ այստեղ բա։ Բայց այնուամենայնիվ շատ հաճախ սա պայմանավորված է նաեւ հիգիենայի կանոններ չպահպանելով։ Այո, միանշանակ, որովհետև մյուս փոխանցման ուղին դա հիվանդ մարդկանց հետ շփման արդյունքում է, երբ որ մենք ձեռքերը հաճախակի չենք լվացնում, հատկապես եթե օգտվում ենք զուգանից դրանից հետո չենք լվացնում ու այդ միջոցով արդեն կարող ենք տարածել նույնիսկ խաղալիքների միջոցով, երբ որ կեղտոտ ձեռքերով շոշափում ենք խաղալիքները, հետո մյուս երեխան եկավ ձեռք տվեց, հետո այդ ձեռքերը գնացին բերան եւ ստացվեց, որ հիվանդացել ու գնացինք հիվանդանոց։ Ինչ ախտանշաններ մի անգամ էլ խնդրում տվեք։ Ջերմություն, որովայնացավ, ջրի կղանք, երբեմն նաև կղանքում այրուն կարող ենք ունենալ, սրտխառնոց փսխումներ։ Վտանգավոր է։ Եթե ծանր ընթացք ունի, այո։ Բայց կարան նաև թեթև եւ միջին ծանրության ընթացք, երբ որ կարողանում ենք հաղթահարել հիվանդությունը տնային պայմաններում։ Ինքնուրույն, եթե ոչինչ չանենք, անցնում է, թե այստեղ կարիք կա պարտադիր բուժման։ Սալմոնելոզը ինքնուրույն լավացող հիվանդություն է, ուղղակի իրեն պետք է սիմպտոմատիկ բուժում, նախ առաջին հերթին ապահովենք առատ հեղուկներ, որպեսզի ջրազրկման խնդիր չունենանք, առողջ բալանսավորված սնունդ պետք է ապահովենք երեխայի համար, եթե ջերմում է ջերմիչեցնողներ, սպազմոլիտիկներ ցավերի դեպքում կարող ենք օգտագործել։ Հիվանդությունը բուժվում է հակաբիոտիկներով, որոշակի դեպքերում եւ մինչև մի տարեկան է երեխան, երբ ունենք ծանր կլինիկական ընթացք, որը միանշանակ պետք է որոշի բժիշկ, հակաբիոտիկ պետքա թե պետք չի, այսինքն ծնողը չի կարող ինքնուրույն որոշել, եւ հակաբիոտիկ պետք է, եթե կան ծանր իմունոդեֆիցիտով, իմուն համակարգի խնդիրներով երեխաներ, այդ դեպքում նույնպես պետք է սպეციფიկ բուժում։ Երևի թե այսքանը, որովհետեւ իրականում սալմոնելոզի մասին կարելի է երկար խոսել, բարդություններ նկարագրել, բայց հիշենք ամենակարևորը, այստեղ շատ հաճախ եւ 90% դեպքերում դա մեր մեղավորությունն է, այսինքն դա վատ լվացած սնունդն է, դա չեփած սնունդն է, դա չլվացած ձեռքերն են։ Հենց ձեռքերը լվանալը պետք է տևի ոչ թե 5-10 վայրկյան, որ մտանք մի հատ օճառով արագ լվացինք, մենք լվացել ենք ձեռքերը։ Ձեռքերի լվանալը պետք է տևի առնվազն 40 վայրկյան, ցանկալի է դա տևի 1 րոպե եւ ավելի։ Հանգիստ առանց շտապելու, օճառը փրփրելով եւս մեկ անգամ հիշեցնենք բոլոր հատվածները, մատերի արանքը, եղունգների տակ, առանձին բութ մատը, այս բոլոր շարժումները 1000 անգամ ցուցադրվել են, 1000 անգամ պատմվել է, բայց այնուամենայնիվ այսպիսի հիվանդությունները շարունակում են տարածվել, որովհետեւ այո, մենք շատ հաճախ չենք պահպանում հիգիենայի տարրական կանոնները։ Լվացվեք, լվացեք, լավ եփեք։ Այս կանոնները եթե դուք պահպանեք, կարծում եմ ձեր մոտ եւ ձեր հարազատների մոտ այս խնդիրը չի լինի։ Շնորհակալություն, հիշեցնեմ Անահիտ Սարոխյանն էր մեր հյուրը, մենք խոսում ենք սալմոնելոզից։ Եղիր առողջ։ Բարև ձեզ, եթերում գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք էսթետիկ բժշկության ոչ ինվազիվ արդյունավետ մեթոդներից մեկի ռադիոհաճախական ձգման մասին։ Ռադիոհաճախական ձգումը մաշկի ձգման եւ որակի բարելավման անվտանգ մեթոդ է, որը գործում է ջերմային էներգիայի միջոցով։ Ռադիոհաճախական ալիքները տաքացնում են դերմայի խոր շերտերը, բերելով կոլագենի եւ էլաստինի սինթեզի, որի արդյունքում ունենում ենք հարթ եւ ճիգ մաշկ։ Այս մեթոդը խորհուրդ է տրվում, երբ ունենք մանր եւ միջին խորության կնճիռներ, օվալի խախտում, մաշկի էլաստիկության կորուստ։ Այն հարմար է ինչպես դեմքին, այնպես էլ մարմնի որոշ հատվածներում։ Պրոցեդուրան գրեթե չի պահանջում վերականգնողական շրջան։ Պրոցեդուրայից անմիջապես հետո պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին։ Որոշ դեպքերում նկատվում է թեթև կարմրություն, որը անցնում է մի քանի ժամվա ընթացքում։ Այն ունի հակացություններ, կարող ենք կատարել ինչպես մեկանգամյա թարմեցնող էֆեկտի նպատակով, այնպես էլ կուրսային ավելի երկարատև արդյունքի համար։ Սովորաբար արդյունքը պահպանվում է մի քանի ամիս, իսկ կոլագենի ձևավորումը շարունակվում է նույնիսկ պրոցեդուրայից հետո։ Սնվենք հաճույքով եւ մնանք առողջ։ Մեր հաղորդման հաջորդ հատվածն է, որտեղ մենք զրուցելու ենք էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանի եւ իհարկե մեր շեֆ-խոհարարի Նարինե Ալեքսանյանի հետ պատրաստելու ենք օգտակար սնունդ։ Ողջույն։ Ողջույն։ Մենք այսօրվա թեման շատ յուրահատուկ թեմա է։ Բազմիցս խոսել ենք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ավելորդ քաշ, ուզում են նվազեցնել իրենց քաշը, բայց մենք շատ հազվադեպ ենք անդրադառնում այն մարդկանց,
ովքեր հակառակը ունեն քաշի պակաս եւ փորձում են մտածում են այդ քաշը ավելացնելու մասին։ Եվ այսպես բժշկուհի խոսքը ձեզ։ Իրականում կարող եմ ասել, որ ավելի դժվար է քաշ ավելացնելը, քան պակասեցնելը։ Բուժարուների փորձից ելնելով եմ ասում, աշխատանքի փորձից եւ հաճախ հանդիպող խնդիր է, բայց անտեսված, որովհետեւ նիհար լինելը միշտ ավելի մոդայիկ է, չգիտես ինչու։ Դրա համար որպես առողջական խնդիր դրան չեմ վերաբերվում, լուրջ չեմ վերաբերվում եւ կարծում եմ, որ այդպես ավելի լավ է։ Մենք կարող ենք ավելի օբյեկտիվ լինել, որովհետև մեկը կարծում է, որ ինքը գեր է, մյուսը մտածում է, որ ինքը նիհար է, բայց գոյություն ունի հստակ չափորոշիչ, որը կոչվում է մարմնի զանգվածի ինդեքս։ Նայնե ջան, մարմնի զանգվածի ինդեքսի մասին լսել եք։ Այո, լսել եմ։ Ինչ է իրենից ներկայացնում, մոտավորապես կարող ենք հիշել։ Ունենք շատ པարզ բանաձև։ Մեզ անհրաժեշտ է իմանալ մարդու քաշը եւ իր հասակը։ Եվ իր հասակը։ Ով է համաձայն իր տվյալները ներմուծենք, նայնե համաձայն ենք։ Այո։ Ձեր քաշը 47 կիլոգրամ։ Քաշը 47 կիլոգրամ, հասակը 1.58։ Այսինքն մենք 47-ը բաժանելու ենք 1.58-ի քառակուսու վրա։ Հենց հիմա թվերը տեղադրում եմ եւ ստանում ենք 18.8։ Ինչ է սա ասում Նայնեի մասին։ Սա ասում է, որ Նայնեի մոտ մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի մեջ է, բայց եթե ունենա մի փոքր քաշի պակաս եւ 18.5-ից ցածր լինի, արդեն կունենան քաշի դեֆիցիտ։ Եվ այսպես, հիշեցնեմ նորմաները, 18.5-ից մինչև 25, դա նորմալ քաշն է, 25-ից 30, դա հավելյալ քաշն է, բայց դա ճարպակալում չէ, 30-ից 35 դա ճարպակալման առաջին աստիճանն է, 35-ից 40 ճարպակալման երկրորդ աստիճանն է, 40 եւ ավելի դա արդեն երրորդ, դա արդեն շատ վատն է։ Հիմա գանք հակառակ կողմը։ Եթե 16-ից 18.5, ապա դա քաշի պակաս է։ Պակաս է։ Անբավարարություն։ Եթե 16-ից պակաս, ապա դա արտահայտված, դա արդեն խնդիր է։ Այո։ Եվ եթե ունենք փաստորեն քաշի պակաս, մենք մտածում ենք քաշ ավելացնելու մասին։ Այո։ Այն է, ունենք տարբերակ քաշ ավելացնել սննդի միջոցով։ Այո։ Ինչ եք պատրաստում, ինձ կասեք։ Այսօր պատրաստելու ենք սպագետի, կպատրաստենք իրան պեստո սոուսով, այս դեպքում մակարոնեղենը շատ լավ է քաշի ավելացման համար։ Մակարոնեղենը բնականաբար լավ է, որտեղ ինդեքսը այստեղ լինելու է բավականին բարձր եւ Եթե ամբողջահատիկը ավելի օգտակար է բնականաբար նաեւ։ Ահա, եւ եթե մենք բայց չի նշանակում, չէ՞ որ ամբողջ օրը պետք է նման խնդիր ունեցող մարդկանց, ասենք, նստում եք ու սկսում եք մակարոնեղեն ուտել։ Նա ոյնս առողջ սնվել, սպիտակուցի մակարդակը շատ լինի անպայման, որովհետեւ մեր կառուցողական հիմքը սպիտակուցն է։ Իսկ սպիտակուց գիտենք մսամթերքի, կատնամթերքի մեջ հատկապես շատ կա, հատիկեղենի մեջ շատ կա, եթե այստեղ ամբողջական ալյուրից պատրաստված մակարոնեղեն է ամբողջահատիկից, ապա ինքը եւ սպիտակուցով եւ բարտաձխաջրերով հարուստ է, ինչը մեզ բնականաբար այս պարագայում շատ օգտակար է։ Միշտ խոսում ենք, որ չի կարելի կտրուկ քաշը նվազեցնել, ասում ենք ամսվա ընթացքում 2-3 կիլոգրամից ավել աշխատեք չնիհար է, որովհետեւ օրգանիզմի համար դա ստրես է եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ հակառակը, եթե ուզում ենք քաշը ավելացնել, էլի ունենք սահմանափակումներ, այսինքն էլի պետք է արվի դա դանդաղ։ Իրականում եւ քաշը ավելացնելու եւ պակասացնելու դեպքում շաբաթական նորման 500-ից 1000 գրամն է, որը խորհուրդ է տրվում եւ ավելացնել եւ պակասեցնել։ Բայց ինչպես սկզբում նշեցի, պակասեցնել ավելի հեշտ է ստացվում, հավաքելը դժվար, որովհետեւ ստամոքսը փոքր է եւ չի կարողանում այդքան ձգվել, դրա համար խորհուրդ ենք տալիս քիչ քանակի, բայց գերկալորիական սննդով դա լցնել, օգտակար ճարպերով, օգտակար սպիտակուցներով, օրինակ ավոկադո, ընկուզեղեն, հա, կարագի չափաբաժինը մի փոքր ավելի շատ կամ օգտակար բուսայուղի, օրինակ ձիթայուղի։ Չէ՞ որ մենք գիտենք, որ գիրացնող սննդատեսակները իրենց սովորաբար վնասակար են։ Այո։ Հիմա մենք փորձում ենք օգտակար այդ խորհուրդներ տալ, ինչն է այդ ձեր ասած ավոկադոն օգտակար է, բայց քաշ ավելացնում է։
Այո, որտեվ ինքը ճարպային իր զանգվածի հաշվին, հա, այդ օգտակար ճարպերի հաշվին բարձր կալորիականություն, սննդարարություն ունի։ Եթե անկեղծ սուտ կլինի, որ ասենք սպագետին շատ օգտակար սննդատեսակ է։ Համաձայն եմ, բայց եթե ամբողջը հատիկից է եւ օրվա մեջ շաբաթվա կտրվածքով մեկ անգամ ընդգրկվի կամ երկու, այնպես չի, որ մենք ամեն օրը 3 անգամ սպագետի հաստատ ոչ մեկին խորհուրդ չենք տա։ Կարևորը այն է, որ մենք չփորձենք դա քաղցրով լրացնել, հա, այսինքն քաշը չավելացնենք կոնֆետով, տորթով, քաղցրավենիքով, որովհետեւ կան բուժարներ, որ գալիս ասում են, ես ամբողջ օրը խտացրած կաթ եմ ուտում, որ քաշս ավելանա, բայց դա նորմալ չէ։ Ճիշտ չէ։ Ճիշտ չէ։ Ընկուզեղենը Միանշանակ խորհուրդ եմ տալիս սերմեր, ընկուզեղեն, այդ նույն չիայի սերմերը, որոնք էլի միրգը։ Մեծ քանակությամբ միրգը ավելացնելու է մարմնի զանգվածը, բայց դա ճիշտ ձև է, թե միրգը կարող ենք հավասարեցնել նույն տորթերին, խմորեղենին։ Չենք կարող երբևէ հավասարեցնել, որովհետեւ Չէ՞ որ շատ քանակությամբ շաքար է պարունակում։ Կապ չունի, դա բնական է։ Այսինքն մենք ստանում ենք բնությունից եւ նրա մեջ եղած շաքարը ավելի օգտակար է, դա վերամշակած շաքար չէ։ Եվ մենք խորհուրդ ենք տալիս չափաբաժինը շատացնել մրգերի։ Նայե, ինչ անենք, որպեսզի մեր սպագետին լինի համեղ։ Սովորաբար նման խնդիր ունեցող մարդիկ, որովհետև նաև ունեն ախորժակի հետ խնդիրներ։ Նրանք ոչ միայն նիհար են չափից դուրս, նաև նրանք չեն սիրում ուտել։ Իսկ հիմա դուք առաջարկելու եք ինչ-որ մի սննդատեսակ, սպագետի լավ է, սպագետին չեմ ուզում, հոմով չի, չեմ սիրում։ Հասկացա, բայց քաշ կավակ եմ, բայց չեմ սիրում։ Իսկ հիմա նայենք առաջարկի տարբերակ, որը դուք շատ կսիրեք։ Դե բնականաբար նման սննդամթերքը առանց սոուսների այսպես մենակ չի ուտվում։ Դրա համար առաջարկում ենք մեզ շատ հայտնի pesto սոուսը, որը պատրաստել ենք կանաչ բազիլիկով, իր մեջ նաև կա ընդեղեն, այս դեպքում նուշ, դրա փոխարեն կարող ենք իմիջիայլուց ցանկացած ընդեղեն օգտագործել, օրինակ պոպոկ կամ սոճու, ընկույզ, պարմեզան տեսակի պանիր ունենք այստեղ, ունենք նաև ձիթապտղի ձեթ եւ սխտոր։ Իրան լավ հարելուց հետո կխառնենք սպագետի հետ եւ կմատուցենք։ Դե, թող որևէ մեկը ասի, որ դա համեղ չէ։ Իդեպ ասեմ, որ կա կարծիք, որ մարմնի զանգվածի ավելցուկ ունեցող կանայք դժվար են հղիանում, բայց միաժամանակ, այո, եւ անպտղության պատճառներից մեկն է, բայց նույնը կարող ենք ասել, որ քաշի դեֆիցիտի դեպքում նույնպես էլի անպտղության հետ գործ ունի։ Որովհետեւ խոլեստերինը հիմքն է սեռական հորմոնների արտադրման։ Այսինքն երկուսն էլ լավ չեն, երկուսն էլ կարող են բերել օրինակի համար անպտղության։ Տեսեք, ինչի հիման վրա ենք մենք ասում, որ այս քաշը իդեալական է, չգիտեմ, 18.5-ից մինչև 25-ը։ Ինչ է նշանակում իդեալական քաշ։ Իդեալական ով է հաշվել, այսինքն ինչ որ մեկը հաշվել է, որ այսքանը սիրուն է, այսքանը տգեղ է, այսքանը ճիշտ է, այսքանը սխալ, վերջը դրա հիմքում պետք է լինի առողջությունը։ Առողջությունը։ Իսկ առողջությունը մենք ոնց կարող ենք գնահատել, մենք կարող ենք առողջությունը գնահատել կյանքի տևողությամբ։ Այսինքն այս քաշի մարդիկ ապրում էին միջինում այսքան տարի, այն քաշի մարդիկ ապրում էին միջինում այսքան տարի։ Եվ կար վերջերս հետազոտություն, որ իրականում ավելի երկարակյաց են այն մարդիկ, որոնք ընդունված նորմերից 10%-ով ավելի քիչ քաշ ունեն, եւ առաջարկվում էր այս ինդեքսը մի քիչ ավելի նվազեցնել եւ նորման իջեցնել, որովհետեւ այո, չափանիշը դա կյանքի տևողությունն է, լավագույն չափանիշը դա է, թե ինչ քաշի մարդիկ քանի տարի են ապրում։ Դե իսկ մենք գնանք փոքրիկ դաթարի, մինչև Նարինեն այստեղ աղմուկ կբարձրացնի իր բլենդերով ու կվերադառնա արդեն պատրաստի սոուսը։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, մեր սոուսը արդեն պատրաստ է։ Իսկ բժշկուն վերջում ուզում եմ խնդրել, որ հիշեցնի, թե որ հիվանդությունների ժամանակ է հատկապես մարմնի զանգվածը նվազում, որովհետև այո, դրանք կարող են լինել եւ հիվանդություններով պայմանավորված քաշի նվազումներ։ Եթե իմ պրակտիկայից խոսեմ, ապա վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում թիրիոտոքսիկոզի, ժողովրդական լեզվով ասած, թունավոր զոբի ժամանակ կարող է պակասի քաշը, կարող են ներծծման խանգարումների ժամանակ լինել, մալաբսորբցիայի ժամանակ, ուռուցքային հիվանդությունների, դեպրեսիվ ֆոնով պայմանավորված, հոգեբանական, հոգեբուժական խնդիրներ եւ անորեքսիան, որ լուրջ խնդիր է համարվում, դա արդեն նույնպես բերում է քաշի լուրջ դեֆիցիտի առաջացման, երբ որ մարդը իրեն ընկալում է հայելու մեջ նայելով որպես գեր։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, ոչինչ որ ափսեի մեջ չթողնեմ, որ դնեք։ Դուք միայն պատկերացրեք, եթե դուք ունեք դեպրեսիա,
Եվ դուք չունեք ախորժակ, օրինակ, ոնց կարող եք դուք այս սպագետին նայել եւ ձեր դեպրեսիան միանգամից չանցնի։ Էլ չեմ ասում, բա եթե պարմեզանը ավելացնենք ինչ կլինի։ Ավելացրեք։ Իսկ մենք համեղ սնվում ենք ու մնում ենք առողջ։ Հիշեք դրա մասին, հետևեք մեր խորհուրդներին եւ դիտեք Եղիր առողջ հաղորդումը։ Շնորհակալություն, մնացեք մեզ։ Kinezo Mobility ինքը բազմաֆունկցիոնալ մարզման ցածր ինտենսիվության ծրագիր է, որի մեջ ներառվում է mobility, այսինքն շարժունակություն, հոդերը լինում են շարժունակ, kinezo stretching, մկանների տոնուսի ակտիվացում, խորանիստ մկանների աշխատանք, մեջքի որովայնի խորանիստ մկանների աշխատանք, այսինքն գլոբալ մենք աշխատում ենք ամբողջ օրգանիզմի մկանային համակարգի հետ։ Ծրագիրը նախատեսված է բոլորի համար, թե պրոֆիլակտիկ աշխատանք կատարելու համար, որ նպատակ ունենք ֆիզիկապես առողջ լինենք, մեր կեցվածքը ձիգ լինի, ինչպես նաև արդեն իսկ խնդիր ունեցողները, որպեսզի կանխարգելիչ աշխատանքներ կատարեն։ Ծրագրին մասնակցելով դուք կունենաք շարժունակ հոդեր, առողջ մարմին, ճիշտ կեցվածք, եւ ես խորհուրդ կտամ շաբաթական 3 անգամ ինչի, որպեսզի մեկ օր ծառաբեռնվածությամբ աշխատենք բոլոր մկանային համակարգի հետ, մեկ օր հանգիստ, որպեսզի ունենանք վերականգնում հաջորդական աշխատանքը կատարելու համար։ Հիմա ցույց կտամ մի քանի պարզ վարժություններ Kinezo Mobility ծրագրից թիակների եւ կրծքային հատվածի շարժունակության համար։ Այս դեպքում պետք է ունենանք զույգ յոգա բլոկներ, վերցնում ենք բլոկները, հենվում ենք ծնկների վրա, որի ժամանակ շատ կարևոր է ուշադրություն դարձնենք, որ կոնքից ուղիղ գիծ ծունկն է։ Մարմինը պահում ենք դիագոնալ, փորի մկանները հավաքած, արտաշունչով իջնում ենք բլոկների միջև, արմունկները հետ պահած, փորը ձիգ, շնչով բարձրանում վեր։ Արտաշունչ, շունչ։ Կատարում ենք 15-ից 20 անգամ։ Հաջորդ վարժությունը կրծքային հատվածի շարժունակության համար է, որի համար մեզ պետք է ռոլ կամ գլանակ։ Գլանակը վերցնում ենք, դնում ենք մեր դիմաց, հենվում ծնկների վրա, ձեռքերը դնում դաստակով կողային հատվածով ռոլին, ծնկները կոնքի տակ, արտաշունչով գլանակը հրում ենք դեպի առաջ, կոնքը ֆիքսած, վերջում թիակները հավաքում ենք դեպի ողնաշար, կոնքը ֆիքսած, կորանալով բարձրանում ենք վեր։ Արտաշունչով հրում ենք առաջ, վերջում թիակները սեղմում ենք իրար, փորի մկանները հետ հավաքելով բարձրանում ենք դեպի վեր։ Ցանկացած մկանային աշխատանքից հետո, այսինքն մկանը գերլարելուց հետո պետք է մկանները թուլացնել։ Այնպես է Kinezo Mobility-ի մեջ ունենք մկանները թուլացնող, այսինքն Kinezo stretching, բեռնաթափող վարժություններ, հիմա ցույց կտամ, նստած դիրքով, մի ոտք ուղիղ, մյուս ոտքը ծալում անցկացնում ենք ոտքի վրայով, մի ձեռքը հենում ենք դեպի հետ, հակառակ ձեռքը անցկացնում ենք ծնկից դուրս, արտաշունչով կորպուսը հրում ենք դեպի աջ, կոնքը ոտքերի հետ դեպի ձախ։ Այս վարժության ժամանակ ձգվում է տազի մկանը, գլյուտեուս մաքսիմուսը եւ գոտկային հատվածը ունենում ենք բեռնաթափում, այսինքն կատարելով ռոտացիա, թուլացնում ենք ծանրաբեռնվածություն։ Նույնը կատարում ենք հակառակ ուղղությամբ, ֆիքսում ենք 1 րոպե։ Ֆիզիկապես եղեք ակտիվ, շարժվեք շատ, որպեսզի լինեք առողջ։ Դե ինչ ամփոփենք եւս մեկ հաղորդում եւ հիշեցնեմ, որ այսօր գլխավոր թեման մեր նվիրված էր ձեռքերի մաքրությանը։ Ձեռքեր, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ հնարավորինս հաճախ լվանալ, տևողությունը պետք է այդ գործողության լինի առնվազն 1 րոպե եւ դուք կնվազեցնեք ինչպես մաշկային հիվանդությունների, բերանի խոռոչի հիվանդությունների, այնպես էլ ստամոքսաղիքային տրակտի եւ բազմաթիվ շնչառական հիվանդությունների հավանականությունը։ Մի մոռացեք լվանալ ձեր ձեռքերը, պաշտպանել ձեր առողջությունը։ Իսկ մենք հիշեք, որ աշխատում ենք միայն մեկ նպատակով, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։